Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Մի օր սիրելիներս, մի մարդ կանգնում է դրախտի դռների առջև եւ դուռը փակում է։ Ներսից հարցնում են ով ես, ասում է հրյա եմ եւ դուռը չի բացվում։ Քիչ հետո նորից է դուռը թակում, նորից հարցնում են ով ես, ասում է քրիստոնյա եմ, դուռը դարձյալ չի բացվում։ Պտտվում գալիս նորից է դուռը թակում, հարցնում են ով ես, ասում է մուսուլման եմ, դուռը դարձյալ չի բացվում։ Նորից է պտտվում գալիս դուռը թակում է, ասում են ով ես, ասում է մի մաքուր հոգի եմ, եւ դուռը միանգամից լայն բացում է այս մարդու համար։ Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է, կամ այլակերպության, կամ ինչպես մեր ժողովուրդն է ասում, վարդավառը։ Քիչ առաջ երբ ընթերցվեց ավետարանը, մինչ լեռը բարձրանալը, Հիսուս հարցրեց. «Մարդիկ իմ մասին ինչ են ասում, ով եմ ես»։ Առաքյալներն ասացին, որ ոմանք ասում են Հովհաննես Մկրտիչն ես, ոմանք ասում են Եղիան, Երեմիան կամ մարգարեներից մեկը, եւ Հիսուս հարցնում է. «Դուք ինչ եք ասում, ինչ եք կարծում, ով եմ ես»։ Եվ Պետրոս առաքյալն ասում է. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին»։ Այսօր առաջին անգամ Հիսուս իր աստվածությունը ցույց տվեց։ Մինչ այս պահը մարդիկ կամ առաքյալները չէին տեսել նրա ճշմարիտ էությունը, գիտեին, որ Հոսեփի Մարիամի որդին է, մաքրամաքուր մի մարդ, առաքինի, սուրբ կյանքով ապրող, հիվանդներին բժշկում է, կաղերի ոտքերն է ամրացնում, խուլերն են լսում, անդամալույցներն են բժշկում, հրաշքներ է գործում, բայց չէին ճանաչում, որ նա աշխարհի փրկիչն է։ Եվ որպեսզի մենք աշխարհի փրկիչին ճանաչենք, ասում է, իր հետ վերցրեց առաքյալներից Պետրոսին, Հակոբոսին, Հովհաննեսին եւ բարձրացավ Թաբոր լեռը աղոթելու։ Եվ երբ աղոթում էր, նրա երես արևի պես լուսավոր դարձավ։ Զգեստները այնպիսի սպիտակ եղան, ինչպես լույսը, կամ ավետարանիչն ասում է, այնքան սպիտակ էր, որ աշխարհում որևէ կին չէր կարող այդպես լվանալ զգեստը, որ այդքան սպիտակ լիներ։ Կարևոր այստեղ խորհուրդ կա։ Երբ աղոթում էր, այդ ժամանակ փոխվեց Հիսուս։ Ցույց տալու համար, որ յուրաքանչյուր մարդ, ով ուզում է այս աշխարհի մեջ նոր մարդ դառնալ, ավելի լավը լինել, ճշմարտության հետևից քայլել, ինքը պիտի աղոթի։ Առանց աղոթքի չկա փոփոխություն, առանց աղոթքի չի կարող մարդը իր ներսում լուսավորվել։ Մենք սովորական պարզ մարդիկս ամեն օր սիրում ենք փոփոխություններ մեր կյանքի մեջ։ Ոմանք իրենց արտաքինն են ամեն օր փոխում, ոմանք իրենց տունն են նորոգում, մեքենան են փոխում, նոր հեռախոսներ են գնում, նոր հագուստներ են գնում, սա ամենօրյա վազքն է մարդու կյանքի։ Բայց շատ քիչ մարդիկ կան մեր կյանքի մեջ, որ առավոտյան արթնանում են, մտածում են, թե ներսի մարդուն ինչպես գեղեցկացնել։ Այս գեղեցիկ հագուստը, զարդարանքը, շպարը, որ մենք օգտագործում ենք, դա մեր ներքին էության մասին չի խոսում։ Գեղեցիկ մարդու տեսքի տակ կարող է ամենատգեղ հոգին թաքնված լինել, ամենավատ, նախանձով, չարությամբ, ատելությամբ լցված մարդը լինել, որ քո երեսին ժպտա, բայց քեզանից հետո քեզ անիծի, բամբասի կամ հայոյի։ Իսկ որպեսզի մարդը նորոգվի, լեռը բարձրանա, իր հետ 3 կարևոր բան ունի վերցնելու. հավատքը, հույսը, սերը։ Պետրոս առաքյալը հավատքի խորհրդանիշն էր, որովհետև առաքյալների մեջ առաջինը նա ասաց, որ դու ես Քրիստոսը ճշմարիտ Աստծո որդին, եւ Հիսուս նրան երանի տվեց, ասելով. երանի քեզ Պետրոս, որ դու հասկացար, որ քո առջև պարզ Հիսուս մարդը չէ կանգնած, այլ աշխարհի փրկիչը, երկնք եւ երկրի թագավորը, որ մեր մեջ կանգնած է։ Հակոբոս առաքյալը հույսն է խորհրդանշում, որտեղ առաքյալների մեջ առաջինը նա էր, որ հույսով նահատակվեց, վստահ լինելով, որ ով որ հավատում է Հիսուսին, թեև մեռնի, պիտի շարունակի ապրել։ Շատ դժվար է այսօր մարդու համար հասկանալ, մեռնել ու շարունակել ապրել, բայց առաքյալը այդ վստահությամբ իր կյանքը զոհաբերեց Քրիստոսի համար։ Եվ Հովհաննես առաքյալը սիրո խորհրդանիշն է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սեր քարոզեց, սիրով ապրեց եւ պատգամեց ասելով, թե դուք իրար սիրեք,
Որևէ քարոզ, որևէ խոսք, որևէ հանդիմանություն կարիք չկա, եթե մենք կարողանանք իրար պարզ քրիստոնյայի պես սիրել, այնպես ինչպես որ ուզում ենք, որ մեզ սիրեն։ Սա է ոսկե կանոնը, ինչ որ ուզում եք մարդիկ ձեզ համար անեն, նույնը դուք արեք այդպես։ Եվ այս երեք ունենալով մարդը կանգնում է աղոթքի, այսինքն այս երկրային կյանքից բարձրանում է դեպի երկնային հոգևոր բարձունքներ։ Եթե դու վերև չբարձրանաս, քո հոգին ձգտում չունենա սավառնելու, քո հոգին նպատակ չունի երկնքի անսահմանության մեջ սավառնելու, աշխարհը մեզ ամեն օր պիտի քաշի այս աշխարհի մեջ։ Մենք ամեն օր մտահոգության մեջ ենք, ինչ ենք ուտելու, ինչ ենք խմելու, ինչ ենք հանքնելու, մեր երկիրն ենք փոխում, մեր բնակության վայրն ենք փոխում, բայց չենք գտնում մեր ուզածը, եւ ամեն օր ասում ենք վաղը, մի քիչ էլ աշխատեմ, մի քիչ էլ անեմ, մի քիչ էլ ավելացնեմ, հետո ժամանակը դրաբեմ Աստծուն։ Հետո այդ ամենը ունենալով հետո հասկանում ես, որ ներսումդ կատարյալ դատարկություն է, ոչինչ չկա, ամեն ինչ ունես նյութապես, բայց զավակներդ քո կողքը չեն, դու քո հայրենիքում չես, ընտանիքի մեջ գժտություններ կան, անհաշտություններ կան, որովհետև սիրո աչքերով, սիրո հոգով մենք իրար կապված չենք, այլ առօրյա հոգսերով ենք կապված իրար հետ։ Եվ որպեսզի մարդը գիտակցի, հասկանա, որ այսօր պիտի ապրի, իր ապրելու օրը այսօր է, վաղը որևէ մեկին կարիք չկա ասելու ես քեզ սիրում եմ, երբ որ արդեն կորցրել ես իրեն։ Այսօր պիտի իրեն ասես, որ ես քեզ սիրում եմ, ինձ համար կարևոր ես, թանկ ես, գնահատելի ես, կարևոր ներկայություն ունես իմ կյանքի մեջ, որպեսզի դու էլ հասկանալ, որ վաղը գուցե մենք այլևս իրար չտեսնենք։ Ես չգիտեմ վաղը առավոտյան կարթնանամ թե չէ, ես փորձում եմ այսօր ինչ որ ունեմ, լավը թողնել են մարդկանց, ովքեր ինձ են նայում կամ ում հետ որ ես ապրում եմ, այս ճանապարհով շարժվելու։ Եվ Հիսուսի այլակերպության տոնը, պայծառակերպության տոնը նոր մարդու տոնն է։ Կարևոր չէ, տեսեք այդ մարդու պատասխանը, ես մի մաքուր հոգի եմ։ Մեր եկեղեցական պատկանելությունը, իմ կոչումները, մեր ունեցած հարստությունը, սրանք մարդուն դուր չեն բացում երկնքի արքայության մտնելու համար, եթե դու քո սրտի մեջ անկեղծ չես։ Աստված մեզանից կատարյալ հավատացյալներ չի պահանջում, Աստված մեզանից անկեղծ հավատացյալներ է պահանջում, անկեղծ, որ դու երբ որ եկեղեցու դռնից ներս ես մտնում, քո մեղքերը մնան դրսում, երբ որ դուրս ես գալիս, այդ մեղքի հագուստը չուզենաս հագնել եւ այդ մեղքով ապրել։ Մենք բոլորիս կարող ենք խուսափել, մենք բոլորիս կարող ենք մեր էությունը թաքցնել, բայց ինքը վերևից նայում է մեզ, ամեն օր մեր կողքով քայլում է, մեր թիկունքը պաշտպանում է, մեր դիմացը մաքրում է, որպեսզի ցույց տա, որ առանց իրեն մենք չենք կարող ճշմարիտ ու մաքուր նայել։ Մեր նշանավոր հետախույզներից մեկը կարևոր մի խոսք ունի, ասում է եկեք այնպես ապրենք, որ իրար աչքերի մեջ նայելու իրավունքը չկորցնենք։ Այսինքն այնքան պարզ ու մաքուր կյանք ունենանք մեր աշխարհի մեջ, որ իրար աչքերի մեջ նայելուց մեր գլուխը չկախենք ու չամանչենք։ Երբ որ Տերը աղոթում էր, լուսավորվեց, այդ պահին Մովսեսն ու Եղիան հայտնվեցին։ Նախ ցույց տալու համար, որ մեռելներ չկան, նրանք ողջ էին։ Մովսեսը հաղթանակած եկեղեցու խորհրդանիշներ են մարդիկ, ովքեր մինչև այսօր իրենց հավատքը պահելու համար հալածվել են, նեղություններ, դժվարություններ են կրել, գնացել են այս աշխարհից։ Եղիան մեզ է խորհրդանշում, որ զինվորյալ եկեղեցին այսօր, որ մենք եկեղեցու մեջ ենք, մեր հավատքը պահելու համար ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հավատքը չտկարանա, մեր եկեղեցին չթուլանա։ Եվ ինչ է ասում Պետրոս առաքյալը. Տեր, ինչ լավ է, որ մենք այսօր այստեղ ենք։ Ինչ լավ է, որ մենք էլ այսօր այստեղ ենք, սիրելիներ։ Տիրոջ պայծառակերպության տոնն ենք նշում։ Բայց ինչ ուրախություն պիտի տանենք մեզ հետ։ Սովորական այսօր եկանք, մեր նշանը դրեցինք, որ այսօր եկեղեցի գնացինք, Աստծուն ասեցինք շնորհակալ եղի, որ իմ ժամանակից 2 ժամ կտրեց եկա, թե եկանք Աստծով ուրախանալու։ Մեր մարմինները, մեր միտքը, մեր սիրտը պատրաստեցինք, որ Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակելով ավելի մաքուր, ավելի լավը դառնանք աշխարհի մեջ չկորելու համար։ Մեզ թվում է, թե մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք աշխարհի մեջ ամեն հարց լուծել։ Բայց Տերն ասում է, թե ես չկամենամ, որ տունը կառուցվի, շինարանները զուրտեղը չարչարվում են։ Եթե Տերը չորտնի մեր ընթացքը, Տերը չաջակցի մեզ, ով էլ ուզում ենք որ լինենք, մենք մեր կյանքի մեջ ոչինչ չենք կարող փոխել։ Դու կարող ես շատ գումար ունենալ, քո բանկային հաշվի վրա շատ գումար ունենալ, բայց դու երջանկություն եւ առողջություն չունենաս։
Ամենաթանկ դեղերը կարող ես գնել, բայց ոչ քո կյանքը գնել։ Դու կարող ես կին եւ ամուսին ունենալ, բայց երբեք ընտանիք չդառնալ, հոգեվոր սեր չունենալ քո կյանքի մեջ։ Կարող ես զավակներ ծնել քո կյանքի մեջ, բայց երբեք հայր ու մայր չդառնալ։ Կարող ես իշխանություն ունենալ, բայց երբևէ պատիվ ու հարգանք չունենալ։ Այս ամենը չի գնվում, այս ամենը նվաճվում է քո ապրած կյանքով, քո ապրած սիրով, քո հոգևոր կյանքով, եթե Հիսուս ճառագում է քո միջից։ Ինչու է Հիսուսի մասին խոսելիս ասում, նրա երեսը արևի պես լուսավոր դարձավ։ Մարդու դեմքը իր հոգու հայելին է։ Ինչ որ կա մեր ներսում, մեր երեսի վրա երևում է։ Եթե տխուր ենք, մարդիկ մեր դեմքից միանգամից հասկանում են, որ մենք տխրած ենք, չարացած ենք, բարկացած ենք, արհամարանքով ենք լցված։ Այսինքն ինչ որ հոգուտ մեջ կատարվում է, այստեղ երևում է։ Եվ այդ դեմքից էլ մենք որոշում ենք այդ մարդուն բարևել կամ չբարևել, այդ մարդու հետ ուրախությամբ գրկախառնվել թե չէ։ Երբ որ զգեստները սպիտակ դարձան, սպիտակը մաքրության խորհրդանիշն է, արդարություն, այսինքն մինչև արդարությունը չհակնես քո վրա, ճշմարտությունը չունենաս քո մեջ, քո երես արևի պես լուսավոր չպիտի դառնա։ Իմաստուններից մեկն ասում է, հայելին երբ որ ընկավ, կոտրվեց, հազարավոր կտորներ դարձավ, ամեն մարդ մի փոքրիկ կտոր վերցրեց եւ կարծես թե ճշմարտությունը հենց ինքն է։ Բայց ճշմարտությունը Քրիստոսը, Քրիստոսի մեջ է, Քրիստոսի համար է այս աշխարհի մեջ, եւ մենք էլ այսօր այստեղ լավ ենք Պետրոս Արաքյալի համար, որ ասում ենք, բայց ինչ եղավ այդ պահին։ Ամպերը եկան, ծածկեցին եւ Աստված Հայր ասաց. դա իմ սիրելի որդին է, որ հաճեցա, նրան լսեք։ Մենք ում ենք լսում այսօր սիրելիներ։ Մենք ամեն օր հեռախոսի մեջ քաղաքական, աշխարհային նորություններ ենք փնտրում, աշխարհի ստով կերակրվում ենք ամեն օր, երբ որ գալիս է հոգևոր խոսքը լսելու, մեր ականջներն այնքան ձանձրացած են, տկարացած են լինում, որ չեն կարողանում Աստծո խոսքը լսել ու հասկանալ։ Երբ Հիսուս Նիկոդեմոսին, երբ որ եկավ իր մոտ այցելության, ասաց. «Մարդը նորից պիտի ծնվի», ասաց. «Տեր, ինչպես կարող է մեծ մարդը նորից իր մոր որովայնը մտնել եւ ծնվել»։ Հիսուսը ասում է. «Ես քեզ պարզ բաներ եմ ասում, չես հասկանում, բայց ավելի խորը հոգևոր ինչպես պիտի հասկանաս»։ Հիսուսի խոսքը նորից մոր որովայնը մտնելը չէր, այլ նոր մարդ դառնալն էր։ Եվ Նիկոդեմոսը մերպես ասում է. «Ես իշխանավոր եմ, հարուստ եմ, 70 տարեկան եմ, ոնց թողնեմ այս ամենը, նոր մարդ դառնամ, ծնկիչն եմ աղոթեմ, ողորմություն տամ, ուրիշներին սիրեմ, ուրիշներին ես հարգեմ ու գնահատեմ»։ Սա է Տիրոջ կամեցածը։ Եվ ինչ որ ես սկզբում պատմեցի մաքուր հոգի էր այդ մարդը, նպատակը մեկն է, մենք կարող ենք տարիներով եկեղեցու մեջ լինել, հոգևորական լինել, հավատացյալ լինել, բայց այդպես էլ չկարողանալ մուտք գործել, եթե դու մաքուր չես եւ սրբված չես։ Երբ որ դուք այսօր այստեղից դուրս գաք, ձեր տուն գնաք, նոր մարդ չլինեք, ուրեմն մենք այսօր զուր ենք հավաքվել այստեղ։ Ես զուր աղոթեցի, դուք զուր աղոթեցիք։ Եթե ես էլ այսօր չգիտակցեցի մեղքերը, ինչ որ 3 կամ այս շաբաթվա մեջ գործել էի, չմաքրվեցի Տիրոջով, նոր մարդ չդարձա, ուրեմն իմ ձեռքերը մեղավոր ձեռքեր եղան ինձ ու ձեզ համար։ Իմ աղոթքը ընդունելի չեղավ, լսելի չեղավ, որտեղ Տիրոջ նպատակը մեկն է, որ մենք բարձրանանք բարձունքը եւ այնտեղ Տիրոջ ներկայության մեջ ապրել։ Թող Տեր օրհնի մեզ, սիրելիներ, իշնոների խաղաղության մեջ պահի, որ մենք իբրև քրիստոնյաներ, եկեղեցի մեր հոգու տունն է, սա մեր հոգու հայրենիքն է։ Այնինչ որ դուք ունեք այսօր այս օտարության մեջ այս եկեղեցին տրված է ձեզ, մի կարծեք, որ դուք այստեղ պարտականություն ունեք միայն աղոթելու, մեր ներկայությունը ապահովելու։ Սա հոգ տանելու համար է, սիրելու համար է։ Սիրեցիր քո եկեղեցին, կսիրես քեզ, կսիրես քեզ, կսիրես քո արարչին եւ կուզես իր հետ նույն տան մեջ բնակվել։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք, Հայր Սուրբի գլխավորության, որ այսօր առիթ տվեց այստեղ պատարակելու, ձեզ հետ աղոթելու, իմ աղոթքը խնդրանքը ձեր աղոթքին խառնելու համար, որպեսզի մենք միայն Քրիստոսով կարող ենք շաղախվել։ Ծովա բոլորդ գնացել եք սիրելիներ, երբ որ ավազը վերցնես թափում ես, ամեն մի հատիկը մի կողմ է թափվում, բայց երբ որ մի փոքր ջրի մեջ խոնավանում է, ինչպես շպրտում ես, այնպես ամուր ընկնում է։ Սերը կապում է մարդուն։ Այս բոլոր մատերս ամեն մեկը իր առաքելությունն ունեն, բայց ամեն մեկ առանձին զորություն չունեն։ Երբ որ փակում եմ, ուժը այստեղ է գալիս։ Դուք իրարով եք ուժեղ։
եկեղեցու մեջ, հայի կյանքի մեջ իմ ու քո, ես ու դու չկա։ Մենք ենք, մերն է եւ բոլորինս է։ Այս սկզբունքով է քրիստոնյան զորավոր, այս սկզբունքով է քրիստոնյան ուժեղ եւ այս քրիստոնյանով եկեղեցով է, որ մենք այլակերպվում ենք, պայծառակերպվում ենք, Քրիստոսին ճանաչում ենք եւ ասում ենք. լավ է Տեր, որ այսօր մենք այստեղ ենք։ Լավ է, որ այսօր այստեղ ենք, սիրելիներ, թող Տեր օրհնի բոլորիդ, խաղաղությանը սիրո մեջ պահի, ովքեր տխրություն ունեին, ուրախությամբ դուրս գան, ովքեր ցավ ու հիվանդություն ունեին, բժշկված դուրս գան, ովքեր կարոտ ունեին, Քրիստոսի սիրով ջերմանան, ովքեր անորոշության մեջ են, Քրիստոսի լույսով լուսավորվեք ու քայլեք դեպի հավերժություն։ Այժմ եւ հավիտյանս, հավիտենից, ամեն։